Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Կենսաթոշակների բարձրացման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց չորեքշաբթի փետրվարի 25-ին, ավելի քան կես միլիոն հայաստանցի թոշակառուների համար սա զուտ լավ լուր կընկալվեր, եթե ընդամենը 2 ամիս առաջ նույն Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ հայտարարությամբ հանդես եկած չլիներ։ Թոշակառուների թոշակ ամսական 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Հայաստանցի թոշակառուների մի մասին վարչապետի դիրքորոշման նման կտրուկ փոփոխությունը բնականաբար դուր էր եկել, թեև մի քիչ զարմացրել էր։ Ոնց կարելի է դժգոհել։ Ուղղակի չեմ հասկանում, Փաշինյանը սկզբից այնպես բաներ ասում, որ իր վրա խոսակցություն է բերում, հետո բարձրացնում է։ Այ Փաշինյան։ Թոշակառուների մի զգալի մասը սակայն ընտրություններից ընդամենը 100 օր առաջ թոշակները 10,000 դրամով բարձրացնելու որոշումից բացարձակապես տպավորված չէր։ Աթոռը չկորցնելու համար դիմում է բոլոր միջոցներին։ 10,000-ն ինչա կամ 5,000-ը։ Ամոթելա ողորմություն են տալիս։ Չեմ ընդունում ես իր այդ կեղծավոր ամեն ինչը փող ավելացնեմ, չավելացնեմ, 8 տարի ղեկավարում ես մի անգամ չավելացրեցիր։ Հիմա նոր է սկսել ավելացնել, պետք չի։ Թոշակառուները սակայն գոնե գիտեն, թե ապրիլի 1-ից որքանով է մեծանալու իրենց անձնական բյուջեն, պետական բյուջեի պարագայում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Փաշինյանի հայտարարություններից հետո նրա ենթակաները իրարամերժ հայտարարություններով էին հանդես գալիս, փորձելով բացատրել, թե որտեղից է կառավարությունը հայթայթելու թոշակների բարձրացման համար անհրաժեշտ շուրջ $200 միլիոն։ Հիմա 75 միլիարդը պահոստային միջոցներից է վերցնելու կառավարությունը։ Պահոստում ունենք տնտեսական աճը ավելին է մեր կարծիքով լինելու, քան պլանավորված է։ Բյուջետային ծախսերը, որոնք պետք կգան այս տարի այդ ծախսը հոգալու համար կլինեն մոտ 80 միլիարդ դրամի շրջանակներում, որը մենք ունենք ըստ էության եւ վերաբաշխումների միջոցով կտեղափոխենք մեր բյուջե, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջե։ Այս շաբաթ կառավարությունը ստիպված էր հապշտապ փոփոխություններ կատարել ոչ միայն բյուջեի ծախսային մասում, այլև ընթացիկ տարվա ջրամատակարարման գրաֆիկում։ Նման անհրաժեշտություն ծագեց այն բանից հետո, երբ Veolia ջուրընկերությունը շաբաթասկզբին հայտարարեց մայիսի 1-ից սկսած Երևանի բնակչության մեծ մասը ջուր կունենա օրական ոչ թե 24, այլ 17 ժամ։ Veolia ջրի հրապարակած ցանկում Հայաստանի 56 բնակավայրերում մարդիկ ոչ թե 17, այլ ընդամենը 6 ժամ խմելու ջուր կունենան ամռան ամիսներին։ Մենք արտաշատից ենք, մեր մոտ երեկոյան 7-ից 8-ից անջատում են, առավոտվան 9-ին նոր տալիս են։ Ֆրանսիական ընկերության կողմից ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ արված այս չակերտավոր նվերը կառավարությանը չանհանգստացնել չէր կարող, առավել ևս, որ ջրամատակարարման գրաֆիկը հրապարակումից հաշված ժամեր անց դադարեց զուտ կենցաղային հարց լինել։ Դուք պատկերացրեք 5 միլիարդ կուբամետր Հայաստանը ջրի պաշար ունի, ամեն տարի վերականգնվող։ Մենք ընդամենը օգտագործում ենք 170 միլիոն կուբամետր։ Չի կարող Հայաստանում ջրի խնդիր լինել։ Անկամ այն բանը, որը Հայաստանում շատ տարածված ու որը Հայաստանում որևէ խնդիր իրենից չի ներկայացնում, անգամ այդտեղ մենք ունեցանք կոլապս։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հրատապ այս ասուլիսից մի քանի ժամ անց կառավարությունը ստիպված էր արձագանքել ձնագնդի պես աճող դժգոհություններին։ Օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ, տեղի ունեցել շահագրգիռ քննարկումներ եւ որոշում է կայացվել կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Ինչպես է կառավարությունը պատրաստվում կասեցնել օտարերկրյա մասնավոր ընկերության կողմից կայացված որոշումը, ջրային կոմիտեի նախագահը չբացատրեց, նշելով միայն, որ վիճահարույց գրաֆիկի չեղարկումը ջրանջատումների իսպառ բացակայություն չի նշանակում։ Veolia-ն չի խաբում։ Veolia-ն ասում է նախապես, որ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24 ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել։ Ինչ այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Իսկ վերջին կես տարում իր պահանջներին ենթարկվող քահանաների պատարակները ջրի ճամփասարքած Նիկոլ Փաշինյանն անցած կիրակի Սևանի եկեղեցում էր։ Նրա այս մի այցը սակայն նախորդներից տարբերվում էր, քահանայի հետ նախնական զրույցներ չէին եղել եւ որպես հետևանք Փաշինյանը ստիպված էր լսել ոչ թե բարենորոգված, այլ
կանոնական պատարագ, ամենայն հայոց կաթողիկոսի անվան պարտադիր հիշատակմամբ։ Պատմական հայրապետի ամենայն հայոց դյարն գարեջի սրբազավույն կաթողիկոսի։ Որոշ լրատվամիջոցներ շտապեցին ենթադրել, որ քաղաքացիական պայմանագրում հասկացել են հակաեկեղեցական արշավն իրենցից միայն ձայներ է խլում, ուստի հարկավոր է այս թեման աստիճանաբար դուրս բերել հանրային շրջանառությունից։ Բայց եթե նույնիսկ մարտավարության փոփոխություն իրոք կար, այդ մասին տեղյակ չէր խորհրդանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Վերադառնում եմ Սաղմոսավանքից։ Ազգային ժողովի փոխնախագահն աշխատանքային ժամին ծառայողական մեքենայով Սաղմոսավանք մեկնեց փետրվարի 23-ին տեղի քահանայից բացատրություններ պահանջելու։ Տեր Օշինը ցավոք չհերքեց, որ քաղաքացուն ասել է, որ կարևորը քավորը թասիբով մարդ լինի, քպեական չլինի։ Հյուրականի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանեսը նույն օրը Ռուբինյանին խորհուրդ տվեց իրեն չայցելել։ Եթե Տեր Օշինի նման ինձ էլ ուզենա գա տեսնի, թող նկատի ունենա, որ գյուղամիջից մինչև եկեղեցի ճանապարհը շատ անբարեկարգ վիճակում է եւ փոսեր կան, եւ մեր վճարած արկերով գնաց մեքենան ափսոս է, էլի չտանջի այդ մեքենան գա ինձ տեսնելու։ Երևանում փոսերի առատությունն այս շաբաթ այն աստիճանի էր հասել, որ կետային փոսալցմամբ սկսել էին զբաղվել նաեւ մայրաքաղաքի հյուրերը։ Մեր չինացի երևի հյուրերը փոսալցման աշխատանքներ են կատարում։ Ամբողջ փողոցը այսպես փոշու վրա ջուր են լցել ու պատրաստում են ասֆալտ անել։ Քաղաքապետ Ավինյանը սակայն երկուշաբթի օրը կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսում էր ոչ թե չինական, այլ զուտ հայկական փոսալցման առանձնահատկությունների մասին։ Տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Երբ կարգի կբերվի Հայաստանի քրեակատարողական համակարգը, Արմավիրի բանտում կալանավորի մահվան հերթական դեպքից հետո հնչած այդ հարցը այս շաբաթ հունից հանեց Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին։ Ինչ եմ արել կամ ինչ պետք է անեինք, որ չեք արել, խնդրում եմ։ Կմանրամասնեք ինչ էիք արել։ Խնդրում եմ, ինքներ այդ գործը ուսումնասիրեք, տեսեք մենք ինչ էինք արել եւ ինչ պետք է անեինք եւ դրանից հետո եզրահանգումների եկեք եւ սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ։ Տիկին Գայլան, ես եմ որոշում, թե ես ինչ հարց պետք է, չէ, Տիկին Գայլան, այստեղ խնդիրը որ թողմունք չլինի, ձայն դուրս չգա իմ մեր պոլիկլինիկայից։ Դե հերթական անգամ հիմա նորից նույն վիճակն է, նույն գլխավորների ճնշմամբ մարդիկ չեն խոսում, ուղղակի չեն խոսում, բայց բոլորն էլ զարմացած են, թե ոնց կարելի է բժիշկին այդքան վատ պահել երկրում։ Իսկ ով է որոշում հայաստանցի բժիշկների աշխատավարձի չափը, անցնող շաբաթ այս հարցը հնչում էր գրեթե ամեն օր։ Պարտադիր ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձերի կտրուկ անկման ֆոնին։ Ես մոտավոր ստանում եմ միջինում 100-ից 110 հազար դրամ աշխատավարձ, այս ամսում ստացել եմ մոտ 80,075-ի կարգի։ Բժիշկներն ահազանգում են առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո իրենց արժանապատվությունը զգալի մեծացել է, սակայն իրենք նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել։ Մանկաբարձ գինեկոլոգ Լիլիթ Աճեմյանից զգալիորեն ցածր աշխատավարձ ստացող բուժաշխատողներ են եղել, 40,000, 20,000, անգամ ասում են նույնիսկ 13,000 դրամի մասին է լսել։ Բավականին ուշացած նստեցին, այո։ Դե հետո էլ արդեն չգիտենք թե ոնց է հաշվարկն արվել։ Առողջապահության նախարարությունից բժիշկների դժգոհություններին արձագանքեց փոխնախարար Լենան Անուշյանը, բայց ոչ թե հստակ պարզաբանման, այլ ծաղրական տեսանյութի միջոցով։ Լենան Անուշյանը տապալել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումը։ Փոխնախարար Անուշյանը տեսանյութն արագորեն ջնջեց, ինչը ընդհանուր առմամբ տեղավորվում էր նախընտրական տրամաբանության մեջ ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ իշխանություններին նման սկանդալներ հաստատ հարկավոր չեն։ Այսօր մենք ձեզ ներկայացրելու ենք միստր Ուժին։ Ընդդիմության առաջատարի դերին հավակնող ուժեղ Հայաստանի դեֆակտո ղեկավար Նարեկ Կարապետյանն այս շաբաթ հանդիպում էր երիտասարդների հետ, խոստանալով, որ այսուհետ իր ղեկավարած ուժին վերաբերող բոլոր հարցերին պատասխանելու է արհեստական բանականությունը։ Աշխարհի պատմության մեջ առաջին արհեստական բանականության չաթբոտը, որը կպատասխանի բոլոր հարցերի կուսակցության քաղաքականության վերաբերյալ։
Իսկ հանրապետականում այս շաբաթ էլ գերադասում էին շփման ավելի հնաոճ ձևերը մարդկանց միջոցով։ Այդ մարդը Սերժ Սարգսյանն էր, որն այս շաբաթ էլ չասաց մասնակցելու է իր կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններին, թե ոչ։ Մեր բոլոր ուսումնասիրություններով, այն ուսումնասիրություններով, որոնք ժամանակին կանխատեսել են տարբեր ընտրություններ գրեթե 100% ճշգրտությամբ։ Մենք այսօր անցողիկ ենք։ Հենց սկզբից ուզում եմ պատասխանել 2021-ին հանրապետականների հետ դաշինք կազմած եւ խորհրդարան անցած հայրենիք կուսակցության դիրքորոշումն ավելի որոշակի էր։ Արթուր Վանեցյանի աջակիցները փետրվարի 27-ին հայտարարեցին առաջիկա ընտրարշավին մասնակցությունից հրաժարվելու մասին։ Այսպեսով ստեսություն Շաբաթվա գլխավոր հեռացողը սակայն Աննա Հակոբյանն էր։ Ինչպես արդեն հայտարարել էի, իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը։ Իր 30-ամյա քաղաքացիական ամուսնության վախճանը քաղաքացիական պայմանագրի առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց Վարշավայում։ Հայաստանի կառավարության ղեկավարը ասուլիսների եւ բանակցությունների արանքում ակնհայտորեն բարձր տրամադրություն ուներ։ Նա շարունակում էր սրտիկներ ցուցադրել, նաեւ իր լեհ պաշտոնակից Դոնալդ Տուսկի հետ միասին։ Wow, great.